Հարգելի գործընկերներ, ես հարցի տեսքով ձևակերպեմ, քանի որ իրավունք չունենք հարց տալու այս փուլում։ Տեսեք, ես ինքս ակնհայտորեն չեմ կարող հավակնել այս ոլորտի մասնագետ կամ նույնիսկ սիրողական մակարդակի գիտելիքներ ունեցող անձի, բայց մենք առաջինից երկրորդ ընթերցում երևի բոլոր պատգամավորներս, այդ թվում եւ ես, ստացել ենք առնվազն 10 դիմում, խնդրանք, բողոք ոլորտի մի շարք ընկերություններից եւ ընկերությունների խմբերից, այսպես ասած։ Ես ինչ եմ հիմա խոսում, որպեսզի մենք նման օրենքներ, հատկապես մայր օրենք, հատկապես նոր ոլորտ կարգավորող օրենքներ ընդունելուց լինենք հնարավորինս ներառական։ Հիմա պարոն Ուրբեկյան, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք, արդյոք այս օրենքը շատ մանրամասն քննարկվել է ընկերությունների հետ, որոնք զբաղվում են այս նորարարական գործունեությամբ, եւ ինչպես է պլանը հետագայում տեղի ունեցող process-ների արդյունքում, այսինքն օրենքի ընդունումից հետո իրավակիրառ պրակտիկայում դա տեսնելուց հետո այն փոփոխությունների ենթարկելու պլանը մոտավորապես, որտեղ պարոն Եղոյանն էլ արդարացիորեն նշեց, այդ մրցակից արժույթների գաղափարը մենք չենք կարող անտեսել, ավելին մենք ինչքան էլ օրենքներ ընդունենք, հարգելի գործընկերներ, եթե աշխարհում, երկրագնդում մի process, որը հիմնված է տեխնոլոգիաների վրա, որոնք մենք չենք արգելում, այսինքն IP-ներ չենք փակում, այդ կրիպտո դրամապանակները չենք արգելում, դա այնուամենայնիվ տեղի է ունենալու։ Արդյոք մենք սրանով նաև մեզ հետ չենք գցում տեխնոլոգիական այս առաջընթացից, որը ամբողջ աշխարհում այնուամենայնիվ տեղի է ունենալու։ Շնորհակալություն։